Տաճան, պապջան, ընդհանրապես գործ չկա, գործը լրիվ կանգնած է, ես է սովից մեռնում եմ։ Մի քիչ փող կուղարկեիք։ Կոկոյիկ ջան, ես քեզ բան եմ ասում, ցնդել ես, կարևոր բան եմ ասում ես սոված եմ։ Սոված ես դիմացի։ Էնա գալիս ես գյուղ աղբորդ հարսանիկին, մի լավ էլ հաց կուտես։ Չէ, չեմ գա։ Ախր գործը խեղդում է, տատ, այնքան գործ կա։ Այ տղա գոքորիկ, բաց մեզ գործը կանգնած է, փող չունեմ։ Յա, ես ինձ սիրուն աղջիկ էր։ Այ տղա, սիրած մինած ես պահում։ Այ կնիկ, դրան տենց փարչակ մինա է, իմ թորն է։ Պահ, իմ թորն է։ Դե լավ, պապ։ Լավ, գոքորիկ, հավաքվի ու արի գյուղ հարսանիկի։ Չհասկացա, այդ գադենով էր։ Հիմի դու այդ աղջկա հետ ես ապրում, թե այդ գադու։ Չէ, այ կնիկ, եսի հեչի թորը չի։ Յա։ Պապ, խնդրում եմ, հերիք այլի։ Եթե չես ուզում, որ հորդ ու մորդ վերցնենք գանք Երևան, քեզ խայտարակ անենք, ուրեմն վաղը գալու ես գյուղ։ Հա, կգամ։ Գոքոր։ Թե գիքոր ջան, ապի եմ, եկել եմ, գիքոր։ Ես էլ այդ գյուղ չեմ մտնի, մեռնեմ չեմ մտնի։ Անցած անգամ որ դուրս եկա այնտեղից երթվել եմ, որ երբեք չեմ մտնելու։ Ճիշտ է, ամեն անգամ երթում ես, որ էլ չես գնալու, նորից գնում ես, հետո էլ երթում ես, որ չես գնալու, նորից գնում ես, երթում ես։ Ես որ գնացի այնտեղ պատկերացնում եք իմ հետ ինչա լինելու։ Արա գոքոր, այդ ինչ խառը կանաչի աճել գլխիդ։ Արա գոքոր, այդ ինչ ես հակել, հո դու բոմբ չես։ Արա գոքոր ջան, արիդ նստի տղեկ հետ արա խմի։ Արա գոքոր, այդ ինչ սատանայական երաժշտություն ես լսում։ Արա գոքոր, այդ ապուշակնոցավոր երեխու կինոներից խես լացում, հո դու ղզիկ չես։ Գրեգ, դու իմ ընկերն ես, իմ ամենամոտ ընկերն ես, ամեն ինչ լավ կլինի ու իմացի որ մենք քո կողքին ենք։ Հա Գրեգ, իմ ամենամոտ ընկերն ես։ Իմացի որ ինչ էլ որ լինի, ես էլ եմ քո կողքին։ Լուրջ եք ասում երեխեք։ Իհարկե։ Կգաք հետս գյուղ։ Գրողի ծոցը գնա։ Լավ արա առիթավորվեցիր, ասեցինք մոտիկ, չասեցինք այդքան։ Ես գնացի քնելու։ Երեխեք ուր եք գնում։ Դու էլ քո գյուղն էլ էի անտում եզնից։ Երեխեք մենակ մի թողեք ինձ։ Ախր ես որ մենակ գնամ ինձ ինֆարկտի կհասցնեն այնտեղ։ Դուք որ հետս գաք, տնեցիք մի քիչ հանգիստ կլինեն։ Հաջորդ օրն էլ հետ կգանք։ Հաջորդ օրը։ Կներես իսկ որտեղ ենք քնելու, Գոմու։ Չէ, էնի, Գոմու մեր գյուղում էինք քնում։ Մամայի, պապայի սենյակը կտեղավորվենք։ Լավ։ Բայց մի պայմանով, որ նույն օրը հետ ենք գալու։ Հա դե, հարսանիքի կեսից կհելնենք կգանք։ Կարմիր խնձորին էլ չենք մասնակցի։ Դե մեկա հաճախորդ չունենք, մենք էլ կարանք գնանք արձակուրդ։ Հա։ Vacation in the village։ Շատ cringe է հնչում, բայց դե ինչ արած։ Էնի, մի հատ էլ խնդրանք ունեմ։ Կարճ չհակնես, հա։ Լավ։ Ես մերենին ուրիշ աղջիկների նման չէր, հիմա շատ աննմանվել։ 2 ժամ սպասում ենք, որ պատրաստվի դուրս գա։ Բայց ինչի ուրիշ աղջիկների նման չի եղել, որ։ Դե ուրիշ աղջիկները ծաղիկներ են սիրում, այնին չէր սիրում։ Հիշում ես մինչև մեր ծանոթանալը, պատմել եմ, մի անգամ այնին ծաղիկ նվիրեցի, տվեց դեմքիս։ Հավանաբար ուղղակի դու ուրիշ տղեկի նման չես եղել։ Չէ, կներես, տղու նման չես եղել։ Ի։ Ավելի ճիշտ տղու հոտ վրիցը չի եկել։ Այնի գյուղ են գնում, խնդրել էի կարճ չհակնես։ Խնդրել է իր կարճ չհակնեմ, ես էլ ընդունեցի խնդրանքը, թողա ունեցածս ամենաերկար զգեստը։ Գնացինք։ Հա։ Դե որ գյուղում քեզ բան ասեն, ես քո հետ կապ չունեմ։ Ոյամ, գոքորիկ, վայ, արի մամայ, արի բալիս, քյաչիկ։
Գնալի շուտերը։ Գրեգ, բայց ձերուն կարգին է մարդիկ էին։ Տեսար մաման ինձ ոնց սիրեց։ Խնդալու էր, սկզբում մտածեց սրա girlfriend-ն ես։ Հա, բայց որ ծանոթացավ իմ հետ հասկացա, որ ես իրա ձեռքը նեղ կլինեի։ Դուք հեչ լավ ընկեր չեք։ Ես ձեզ տարել էի, որ ինձ պաշտպանեիք, իսկ դուք իրանց հետ հավասար ինձ ձեռ առաք։ Դու մեզ տարել էիր, որ մենք քո փոխարեն թուքումուն ուտենք։ Էն էլ մենք կերանք խորոված ու խաշլամա, իսկ դու թուք ու թրիկ։ Աղջիկներ, բռնեք։ Վերջապես կարանք հանգիստ շունչ քաշենք։ Հազիվ հասանք տուն։ Ինչ ա կատարվում այստեղ։ Էս ինչ ա։ Տեսեք, գրածը փախեք, փրկվեք։ Ո՞ր պիտի փրկվի, ումից մաղնեն։ Հասարը միջը մենք գյուղում խորոված էինք ուտում, մեր սրճարանը դարձել է Silent Hill։ Այստեղ հաստատ հոգիներ կան։ Այս հաստատ են բախտագուշակն է արել։ Ինքը կարող է տես բան անել։ Ինչ բախտագուշակ, ինչ ես խոսում։ Խնդրում եմ, ասեք, որ ես մեռած եմ, ասեք, որ էլ գոյություն չունեմ։ Երդվում եմ, որ ասեք, մեռած եմ, էլ չեմ մեռնի։ Մի հատ մի գոր գրացեք, էլի էլ սպասեք։ Այս մահապորց է մեր հանդեպ։ Պետք է զանգել ոստիկանություն։ Մի հատ սպասեք, էլի մի հատ սուս մնա։ Դու ինձ մի լղեցրու, հա։ Ես գիտեմ ինչ ա պետք անել։ Ու ինչ ա պետք անել։ Հեսա կտեսնես։ Մի հատ սպասեք, էլի մի րոպե։ Դուրը փակ էր, այսինքն սրճարան ոչ մեկ չի մտել, ներխուժում չի եղել, բայց սրճարանը քանդված է ու այս սարսափելի գրությունը նշանակում է, որ այս ամեն ինչ անողը դեռ ստեղ է։ Ոնց է դեռ այստեղ է։ Գիժես, ես վախացնում։ Արա սուս մնացեք, ես ասախ 10-րդ մասիվը կլծվի ստեղ։ Արա ես ինչ եկում եք դրես ճարա։ Ահա։ Վատ է կարա։ Օջախ կա, բան կա։ Արա բլոտը կիսատ մնացի ճոջախ։ Դուք եք եղել։ Այս ամեն ինչը դուք եք, չէ արել, դուք եք եղել։ Արա։ Կարող եմ մի հատ էքսպրես ձևով քեզնից էքսպրեսո քամեմ։ Հա։ Արունա։ Փախեք։ Փրկվեք։ Անիծված չի։ Մերկուրին է ռետրոգրադ։ Ռենի ջան, պրոստո ես մեր վլոդիկը սրտից տուն տղա է, որ արուն է տենում, ուշքի հետում է, էլի։ Վեր կյանքս խնդրում եմ վեր կաց, առանց քեզ ես ինչ եմ անելու 10-րդ մասիվում, իմ հզոր, իմ օսպետ, իմ օրնական, յոխք, իս ինչա եղունգներիդ վիճակը, մեռա ասելով, որի եղունգներդ սարքեմ, իս ինչա վիճակըտ, բա որ մեռնես ոնց ես գնալու սենց թաղմանետ, բա չեն ասի սեդուլիկի ինկերոջ եղունգների վիճակը, Գտա, ես իմացա ձևը։ Նախ սրանք դեռ պետքա պատասխան տան, թե ինչի լամպի հետ չեն դրեն մանուալը։ Ինչու ալը։ Ինստրուկցիան թե ոնց ամրացնես լամպը, բայց մի անհանգստացի, ես արդեն գտել եմ ձևը ինտերնետում, ուրեմն դու պետքա հիմա, մի րոպե։ Լույսը եկավ։ Լույս ուրա։ Էնի ջան, քո համար մենակ լույս չէ, կրակածելից լաբուբու էլ կբերեմ։ Յախք։ Ես այդքան նման եմ անճաշակի։ Յա, բայց ինչ ասի, որ աղջիկ ջան։ Էս ինչ է ստեղ կատարվում։ Դուք ինչ եք անում ստեղ։ Որտեղ իմ աղբերն ու քուրը, ընդեղ էլ ես։ Արա քո քնելու ժամն է, գնա տուն։ Ընդհանրապես ես ստեղ աշխատում եմ։ Ա դու արա։ Ընդհանրապես իմ քուրը ստեղ է աշխատում։ Այս սաղ դուք եք, չէ՞ կազմակերպել, արա։ Որ մենք ելնենք գնանք 10-րդ մասիվից։ Նայ չախկալ։
Արա Արիստել, արա, դու հետես։ Ձելը թող արա, ասես որ տվել եմ Վատ ես այդ ճանճ։ Արա ինչ ես շշմել կանգնել, գնա խառնվի ամոթա։ Ով, ես։ Չէ, բա ես։ Ոնց որ, որգցու։ Դու քեզ ով այդքան դուխ տվեց, արա։ հորոսկոպը։ Դուխ։ Բայց գրած էր որ դուխով լինեմ ոչ մի վատ բան չի լինի։ Արա, տո։ Ո՞ս թե ոչ մի վատ բան չի լինի, արա։ Արիստել։ Վերջացրեք հենց հիմա թե չէ ես։ Արա ես չասեցի հարցակվի իրա վրա, ես ասեցի հարցակվի։ Հասկացա։ Արա, հələ դուս գնաս տից այդ շախկալ։ Արա ինչ ես անում, այդ քյալ։ Ապերիկ։ Ես քեզ ասում եմ հարցակվես, որ բաժանես դու ինչ ես անում։ Ստեղ արի հələ։ Արագացրու։ Այ հիմա հանգիստ կարակ իրար ուտեք։ Անցի առաջ։ Արիստեղ այ համբալ։ Արիստեղ է։ Έλα τσακότζαν άγγιστος, νασκότο, γιάλα, του έλμι άρρη, τάγορ, γιάλα, πούτο, γιαρκά, είναι δεν τσασκούγια, σπάσει, δίμα, όλα. Ասեցի վերջացրեք թե չէ հենց հիմա լայվով կտեսնեն բոլորը թե այստեղ ինչ է կատարվում։ Էնի ջան, սերը տալա, էնի ջան, ու դու շարջ ես բռնել ես տալի։ Հենց տենց։ Թող բոլորը տեսնեն ձեր հիմար քյարթու դեմքերը։ Ինչա։ Բանկաժետ կկտրեմ, արա։ Փախեք։ Երեխեք ես մեր կաֆեում է։ Ո՞ս է։ Էսու ով։ Հասարանս բլոգերները որոշել են որ մեր կաֆեում կարող են կոնտենտ նկարել։ Քու արա։ Վայ, Լավ տղեկին լատ է։ վալ կյանքս, արտնացար։ Ինձ ինչ ա եղել։ Հիմա քեզ գրանցում եմ մանիկյուրի։ Փախեք։ Հրկվեք։ Այ հիմա հաստատ մեռավ։ Հա, պատասխանեցին։ Չէ, ինքը օնլայն է, նամակս նավոց չի պատասխանում։ Անջատ ետ երկը։ Ինչ ես գրել որ։ Ինչ։ Ես հիմարին նայ նամակը story ա դրել։ Բայց ինչ ես գրել։ Ոչ մի ավել բան։ Ան, նայ։ Բլոգեր ես իմ ինչ ես քիթդ խոթել մեր գործերի մեջ, դու էլ ու մնացածներն էլ պատասխան եք տալու, տո այ Иди сюда, ты мастер, иди сюда. Эсти пизда. Դու սենց բարեր գիտես։ Այս մեկը չէի լսը։ Ոչ մի ավել բառել չկա, նորմալ կուլտուրական նամակ եմ գրել։ Ահա, կուլտուրական նամակ։ Դրա համար էլ մարդիկ արհամարում են, չէ՞։ Դուստե, ես ասա կգրեմ։ Դե փորձի ան։ Սերկ, պատասխանեցին սրտիտ բլոգերները։ Բարի լիզ։ Ոնց եք։ Ասում եք ինչ կաշեք բռնե։ Կուրս ինձ մի հատ լատ է։ Գործերիդ նայի, հա։ Սերկ, մենք պիտի գտնենք այդ բլոգերներին։ Ինչ անեմ, չեն պատասխանում։ Որ բլոգերին եք ուզում։ Ասեք սաղ եթե կապ կա, ծանոթ կա, սլիվ կա։ Մեր նկարները գիտես ոնց են տարածել։ Վատ հեյթ ենք ստացել։ Գիտեմ, ապա գիտեմ ես դրանց հեյթը։ Բայց աղբորս ասեմ իմանա, հեյթից հայփ Միքայելա։ Չպատասխանեցին գտնելու եմ դրանց ու Արա քյալեք։ Չեք ջոգում որ ձերպես օրը իրենց 1000 հոգի գրում այլ նամակներ է ուղարկում, պաչիկներ, սպառնալիք, ինտիմ նկարներ։ չհասկացա, դու ինչ գիտես։ Ես էլ եմ ուղարկում։ Ոչինչ, որ այդ բլոգերը տղա է։ Ոնց օրը սարև։ Արա ոչ մի բանը չեմ ուղարկում։ Բայց մի հատ ձև կա նամակի,
որ գազ տված պատասխանելու են։ Ես հասկացա։ Պիտի գրենք, որ իրանց ֆանատն ենք։ Դեբիլ է։ Տենց որ գրեց երբեք չեմ պատասխանելու։ Բա, Գրում եք գովազդի համար, նայեք ոնց են մի անգամից պատասխանում։ արա լավ բան է ասում։ Պետք է ռազմավարություն մշակել, հորինել մի հատ բրենդ իր իսկ պատմությամբ։ Ու այդ պատմության հավաստիության համար անել ռեֆերենս, մուդբորդ ու նկարներ։ SMM team։ Երեխեք կպավ։ Գրեցի, որ գովազդի համար եմ գրել, Գիշես այսի պետք է ռազմավարություն մշակենք։ բայց ինքը արդեն համաձայնվել է հանդիպել։ Ու մենք շուտով կիմանանք, թե ինչ է կատարվել։ Փաստորեն էս 10-րդ մասիվն է, բայց մենք ինչ իմանայինք, որ 10-րդ մասիվում կարա տենց էսթետիկ կաֆե լինի։ Ես անգամ չգիտեի, որ 10-րդ մասիվ կա։ Բայց այդ առասարակ Երևանն է։ Հարց։ Ինչի եք ջարդու փշուր արել մեր կաֆեն։ Հա, ախր պատմում եմ առավոտյան որ մտանք ներս։ Մի քիչ ցենց ուրիշ այնց գրի, որ վախենալու լինի։ Միացավ, всё, լույսը նկարում ենք։ Եկեք։ Երեխեք պատկերացնեք, որ ստեղ սենց թույն կաֆե կա։ Ընդհանրապես 10-րդ մասիվի մասին ով գիտեր։ Ս կարող է սա ֆեյք հա։ Չէ։ Երեխեք շատ տարօրինակ է, բայց ընդհանրապես ով է 10-րդ մասիվում կաֆե բացում։ Սրա տեղը մաքսիմում պետքա 6-րդ լիներ։ Երեխեք զգուշ եղեք, խնդրում եմ, էլի շատ զգուշ եղեք։ Երեխեք էս ինչ հա։ Ինչ հա։ Մամա ջան, երեխեք շատ են վախում։ Փախեք, փրկ։ Ես չեմ կարող, ես չեմ կարող, չեմ անելու։ Շատ եմ վախում։ Ես Երեխեք ուրեք։ Ես պետք է ես բլոգերություն իմ ամա TikTok-ը վարյոց կուսեն։ Իրենի հետ է որտեղ ստեղ լիքը վամպիրներ ու ուրվականներ կան։ Եթե ուզում եք, որ վամպիրները մեզ ուտեն, հենց հիմա 10,000 լայք սարքեք այս վիդեոն ու վամպիրները մեզ հոմում։ Մեզ դիներ։ Սիրելի հետևորդներ, մենք հիմա գտնվում ենք մի լքված շենքում, որտեղ լիքը ուրվականներ կան ու մեզ վտանգ է սպառնում։ Մենք հիմա 10-րդ մասիվում ենք գտնվում։ Պապա ջան, մամա յարը փոխում եմ։ Ինչ շարը։ Մեծ ստուգի։ Սկուշեք։ Անանց կուշ։ Ինչ։ Վամպիրներ։ Սիրելի հետևորդներ, տեսնում եք հանում ձեզ ինչի են գնում, որ դուք դիտելու բան ունենաք, կոմենտելու բան ունենաք։ Խնդրում եմ, մեզ կոմենտ եկել։ Բաժարտանում եք։ Տալու էլի։ Ու հազիվ է ձեր անասուն կաֆեից կարացանք փախնենք, էդ ինչ էր միացել։ Փաստորեն սրճաղացի պատճառով էր կաֆեն դարը Silent Hill։ Սրանք լրիվ եզ են։ Ժողովուրդ, ալո, սուրճը վաղուց խանութներում վաճառում են աղացած, էլ դուք ինչ եք աղում։ Ոյ մերա, բոց էր։ Երեխեք ասեք, որ ես երազա։ Ու ես հիմա նստած չեմ ես կտցրած բլոգերների դիմաց։ Լսի, կտցրածը դու ես։ Հեսա երկու հատ մանիպուլյատիվ լացելով վիդեո կնկարեմ, հետևորդներս քեզ շանորը կգցեն։ Մի խոսքով պիտի հատուցում տակ ձեր բարբարոսությունների համար։ Վատ ես քուրես։ Լսի, չգժվցնես, ես հեսա լայվ կմտնեմ, նայի հեսա մտնում եմ։ Կներեք դուք առողջ չեք։ Այս վիդեոյի համար ասկի մեր գովազդատուները մեզ գումար չեն տվել, մենք որտեղից ձեզ տանք։ Բա ով է պատասխան տալու։ Հա դե այդ ինչ էր որ համը ձեր մասին այնքան մարդ է արդեն իմացել որ պետք է մեզանից շնորհակալություն հայտնենք։ Ինչ շնորհակալ, հələ մի բան էլ իրանք են մեզ բարդ։ Գիտեք ինչքան մարդ է նայ, շեր են արել, կոմենտ արել, ընտիր գովազդեղը։ Մինիմում 500,000 պետք է տակ, մանավանդ դու 500,000։ Հենց հիմա ինձ զգում եմ Անդոյի փոխարեն, որ մեր հետ խոսում է, բայց ոչ մի բան չի հասկանում։ Խեղճ Անդո։ Դուք նորմալ եք։ Մի խոսքով կամ հիմա մեր պարտ կտարեցեք կամ մենք գնում ենք։ Կամ ես հիմա գժվում եմ ու էլի լայվ եմ մտնում։ Հեսա քուրիկ ջան։ Հերու։ Դուք փոխանակ այդ երեխեքին շնորհակալ լինեք, Հալի ավելի քուրս։ որ ձեր մասիվներում
որտեղից ով գնում այլ հետ չի գալիս։ Եկել են սիրուն բան են բացել, ձեռ եք առնում։ Լսեք, ով է մինչև հիմա մեր մասիվցիներից, ինչ որ լավ բան արել մեր թաղի համար, հա? Ճիշտ ասում է։ Դաժե բոքսը թարգեցի, որովհետև զալ չկար։ Ասկի մի հատ նորմալ գործ չկա։ Ամենակապ գնում հասնում են աշխարհի ծերը 9-րդ մասիվ։ Համալսարանն ինչա որ չկա, ես չեմ հասկանում։ Ես էլ մտածում եմ, որ տենց պուտյուր վլոդիկներ ունենամ, որտեղ եմ տանելու մնգո։ Արա կամ вообще ինչ ապրելու տեղա որ։ Հազիվ այդ կտցրածները եկան ստեղ լավ բան բացեցին։ Տենում ես քուրս, դու էլ ես ասում, որ դրանք կտացրած են։ Որ կտցրած չլինեն, ստեղ չէին գա։ Ձեր նմանների համար ստեղ սիրունանկյուն չէին ստեղծի, որ ձեզ սովորացնեն։ Ինչա սուրճը, ոնց են խմում։ Իսկ դուք ձև եք բռնել, թե շատ եք սիրում մեր մասիվը։ Բայց կեղտոտում եք, ավիրում եք, ջարդում եք, կռիվ եք անում իրար հետ։ Ինչ եք դեմքիս նայում։ Գործի անցեք։ Որա Վլոդ ջան, տենում ես չէ ինչ քուր եմ մեծացրել։ Երեխեք, ասեք, որ ես երազա։ Չնայած չէ, երազը իմ հանդեպ սենց բարի չի կարա գտնվի։ Այս հալուցինացիա է։ Էնի ջանն ինձ հարց չկա, քո համար կանենք էտի։ Ինչ որ արել եք, շնորհակալ ենք։ Անկեղծ ասած չէինք սպասում։ Մեռնեմ, թե մինչև հիմա հավատում եմ։ Սինի համար ենք արել, դու դե կապ չունես։ Վերջ, մենք կորած ենք։ Դեռ չէինք հասցրել պլյուս գնենք, արդեն մի եկքա փողել մինուս գնացինք։ Միջև է սաղ վերանորոգ ենք արա։ Արա, էս է տեղն է։ Էս մեր սիրած բլոգերների կաֆեն է։ Արա աշխատում է, եկեք երեխեք։ Ոչ լավ կաֆե է, երեխեք։ Ուղղակի տեղն է շատ հեռու, աշխարհի ծերն է։ Խի դու որտեղից ես։ Ես 9-րդ մասիվից եմ։ Մենք ուզում ենք այստեղ հիմնական տեղ ունենանք։ Հա, կարող եք ունենալ, բայց հասկանում եք, չէ՞ որ անվճար չի։ Փողը մեզ համար խնդիր չի։ Մենք եկել ենք մեր սիրած բլոգերների համար։ Կգանք ստեղ ամեն օր կուտենք, կխմենք, մինչև իրենք գան։ Չէ դե լավ ռադար եք դրանց, դրանք էլ խոստացել են, որ էլի գալու են։ Ինչ կցանկանաք։ Ամենաթանկ կոֆեն։ Բարի, շատ բարի։ Վերջապես հիմնական հաճախորդ ունեցան։ Կարող է քյարթերը իրոք լավ մարդիկ են։ Դու ասա իրանք вообще մարդ են, թե չէ։ Չես հասկանում այդ ամեն ինչը խի են անում։ Զուտ անդոն այնին սիրում է։ Բա մնացածները ինչի էին օգնում։ Կարող է իրանց իրոք հաճելի է։ Բախի են քեզ ամեն օր բշտում։ Կարող է դժվարանում են խոստովանել, որ սիրում են ինձ։ Այդ դուք եք վախենում խոստովանել, որ սիրում եք։ Նորմալ մարդիկ դա անում են։ Համել դա կարևոր չի։ Կարևորը որ մենք ունեցանք հաճախորդներ ու այդ բլոգերների պատճառած վնասները կվերականգնենք շուտ։ Համաձայն եմ։ Առաջին անգամն է որ հանգիստ քնելու եմ ու ընտիր երազներ տենամ։ Իսկ սա երազ չի։ Ես պետք է նկարել գրակին ցույց տալ։ Արա դու մոխի դորապե։ Շատ արա։ Յորը դες բողի, արդեն ոնց է շատ է, հա։ Այ լավ, դաժե ես 5 պակաս ընկերուի ունեմ։ Հա։ Ո՞նց է տարակերտ խփում։ Ես հենց հիմա պատրաստվում եմ գնալ 10-րդ մասիվի ամենաքրաշ տղու հետ ժամադրության։ Ում հետ։ Վլոդի։ Ինչ էր։ Քարտու տեղեք դες բეხով նստած բամբասկոտ աղջիկ ու մի նոր